Հովհաննավանքում կարգալույց հոգևորականի և Հայաստանի վարչապետի մասնակցությամբ տեղի ունենալիք կիրակնօրյա պատարագից առաջ Մայրաթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի Քահանա Արթենյանը հայտնել է մեջբերում բոլոր օրինական ճանապարհները օգտագործելու են առաջիկա կիրակի հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում հոգևոր աղոթական կյանքը վերականգնելու և եկեղեցու ծառայող օրինավոր քահանայի կողմից սուրբ պատարագ մատուցելու համար։ Տեր Եսայի Քահանան բոլորին հրավիրել է Սուրբ Հովհաննավանք մասնակցելու սուրբ և անմահ պատարագին։ Կարգալույց քահանան երեկ հայտարարել էր, որ չի պատրաստվում լքել եկեղեցին և կիրակնօրյա պատարագը հենց ինքն է մատուցելու։ Դե որ վերջացրեցին, գնացեք այստեղից։ Մայրաթոռի Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտում է վարչապետի աջակցությամբ Հովհաննավանքում սուրբ պատարագի անվան ներքո միջոցառում կազմակերպելու Ստեփան Ասատրյանի հոգեկործան նախաձեռնությունը։ Մեջբերում սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից եկեղեցին պառակտելու հերթական փորձն է հակաօրինական և հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով։ Մայրաթոռը պարզաբանել է, որ եկեղեցիները, վանքերը եւ այլ սրբավայրերը հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու ժառանգությունն են եւ անկախ այդ պատմամշակութային արժեքների նկատմամբ սեփականության իրավունքից կրոնական ծեսեր կատարելու եւ պատարագներ մատուցելու կանոնական իրավունքը բացառապես վերապահված է հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցուն։ Նախկին եկեղեցականի կողմից ձեռնարկվող քայլերով խոչընդոտվում է Հովհաննավանքում սպասավորող քահանաների օրինավոր ծառայությունը, ողջվում է սրբավայրը, հակականոնական գործողություններին մեղսակից դարձնելով մերժելի ընթացքին մասնակից անձանց, հորդորում ենք իրավապահ մարմիններին կանխել ապօրինությունները եւ ապահովել Հովհաննավանքում սպասավորող քահանաների բնականոն ծառայությունը եւ սրբավայրի հոգեվոր աղոթական մթնոլորտը, նշված է հոգեվոր խորհրդի հայտարարությունում։ Այսօր Հովհաննավանքում է եղել փաստաբան Արա Զորհաբյանը ու լրագրողների զրույցում նշել, ոստիկանություն դիմում են ներկայացրել, որ կանխեն եկեղեցու կողմից անցանկալի մարդկանց մուտքը խորան ավանդատներ։ Կիրակի օրը նախատեսված է այստեղ պատարագ, որը պետք է իրականացնի Հայ առաքելական սուրբ եկեղեցու օրինավոր քահանան եւ ոչ թե Ասատրյանը, Ստեփան Ասատրյանը, եւ այդ պայմաններում այդ ծեսի խոչընդոտումը համարվում է քրեական հանցագործում։ Եվ որովհետեւ մեկով խոչընդոտի այդ ծեսին, բնականաբար նույնպես կունենա խնդիր օրենքի հետ։ Չենթարկվելով Մայրաթոռի որոշմանը, կարգալույց հոգևորականը ոչ միայն չի հեռացել, այլև այսօր Հովհաննավանքում մկրտության եւ պսակադրության արարողություններ է արել։ Տեր Սարգիսը տեղեկացրել է, որ կարգալույց հոգևորականը չի կարող ծեսեր կատարել, սակայն արարողության մասնակիցները հակառակն են պնդել։ Քանի որ զույգը խոսեցի իրենց հետ, իրենք նախընտրել էին, որ պիտի աներ նախկին քահանան այստեղի, ես չեմ մոտեցել, չեմ խոչընդոտել, որևէ բանով չեմ խանգարել իրենց, դա իրենց որոշումն է։ Մենք իրենց նախապես զգուշացնում ենք, ասում ենք, բացատրում ենք, ընտրությունը իրենցն է։ Տեր Սարգսին ծանոթացել են, որ կիրակի առավոտյան ժամը 9-ին ներկայանա քննչական կոմիտե, հայտնել է փաստաբան Արա Զորհաբյանը։ Ըստ փաստաբանի, իրավապահ մարմինները ճանապարհ են բացել կարգալուծված Ստեփան Ասատրյանի համար, որ նա կատարի կիրակնօրյա պատարագը Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Հայաստանի քաղաքացիների հայտարարագրերը կլրացվի ՊԵԿ-ի կողմից եւ հայտարարատուները կունենան բավականին երկար ժամանակ մուտք գործելու ՊԵԿ համակարգ, ստուգելու հայտարարագրի ամբողջականությունն ու ճշտությունը եւ ըստ այդմ կատարելու համապատասխան փոփոխություններ։ Եթե հայտարարատուն բացի աշխատավարձից այլ եկամուտ չունի, ապա հայտարարագրի լրացնելու կարիք չի լինի։ Ազգային ժողովը այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է օրենքը։ Մեր նպատակը 6 տարվա դատավարությունից հետո դատարանը վճռել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին։ Նա մեղադրվում է Նիկոլ Փաշինյանի առաջնորդած հեղափոխության օրերին Երևանի Հանրապետության հրապարակ շտապող հանրահավաքի մասնակիցների նկատմամբ զենքով բռնություն գործադրելու համար։ Դատարանը նաև վերացրել է կալանքը գրավով փոխելու միջնորդությունը եւ նշանակում է, որ մինչև դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը Համբարձումյանը պետք է վերադառնա կալանավայր։ Համբարձումյանն այժմ Մոսկվայում է եւ հայտարարել է, որ չի պատրաստվում խուսափել։ Հոկտեմբերի 28-ին վերադառնալու է Երևան։ Ամիսներ առաջ ընդդիմադիր պատիվ ունեմ խմբակցությունը Դավիթ Համբարձումյանին առաջադրել էր վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթաց սկսելուց առաջ։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձել է Համբարձումյանի դեմ կայացված դատավճռին եւ զարմացել, թե ինչպես է քրեական բարույթով անցնող անձը լքել երկիրը։ Համար տարակուսել է, ինչի է ինքը կարողացել դուրս գալ եւ գնալ։ Ինձ համար այդ հարցն է հետաքրքիր։ Սկզբից հաստատվել, որ ինքը այնուամենայնիվ քրեական գործով անցնելով կարողացել է հատի սահմանը, այդ դա հարց է, որը որ պետք է դրա պատասխան։ Դե եթե ինքը իրոք երկրի համար պայքարող անձնավորություն է, դե կգա եւ
հաղթնելու ինչ ունի։ Հայաստանը խաղաղություն է հաստատել Ադրբեջանի հետ եւ այժմ երկու երկրները փորձում են ավելի շատ ջանքեր գործադրել հարաբերությունները լիովին կարգավորելու համար, հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Ֆեմինիստական արտաքին քաղաքականությունը ի նպաստ խաղաղության եւ անվտանգության պանելային քննարկման ժամանակ նա նշել է, որ հասարակությունների հաշտեցման մեծ անհրաժեշտություն կա ու հավելել մեջբերում. մենք հասկանում ենք եւ ընդունում ենք կանանց տառապանքը հակամարտությունների ընթացքում, լիովին հարգելով նրանց զգացմունքները, երբ խոսքը վերաբերում է հասարակությունների ընտանիքների հաշտեցման գործընթացին, կանանց առաջնորդողները չի կարելի թերագնահատել։ Հույս ունենք, որ մեր հասարակության կանայք կգտնեն ուժ հակամարտության պատճառած տառապանքները, սիրելիների կորուստը, տեղահանության հոգեբանական տրավմաները հաղթահարելու համար, ասել է Արարատ Միրզոյանը։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ։ Հանդիպանը մասնակցել են Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ զինված ուժերի հարցերի հանձնաժողովի նախագահ Սեդրիկ Պերեն եւ Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ջիլբեր Լյուկ Դեվինազը։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության զարգացման հարցեր, ընդգծելով, որ դինամիկ զարգացող հարաբերությունները ընդգրկում են առանցքային բոլոր ոլորտները։ Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ է կատարել Հարավային Կովկասի զարգացումներին։ Ավարտին Միրզոյանը գրառում է արել Սենատի պատվավոր հյուրերի մատյանում ոսկե գրքում։ Նախ սկսեմ նրանից, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Աննայիդ Մինասյանի վարքագծի կանոնների առերևույթ խախտման հիմքով հարուցվել է վարույթ։ Հանձնաժողովի կողմից վարույթի հանգամանքների եւ դիմողի ինքնության վերաբերյալ այլ մանրամասներ հայտնի չեն։ Հայաստանում հանրահավաքներ են տեղի ունենում ոչ միայն բեռնատարների վարորդների, այլև այլ շատ ավելի լայն հարցերի համար։ Ինձ թվում է, որ Հայաստանում դա միակ խնդիրը չէ, պատասխանել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայ վարորդների խնդրին առնչվող հարցին։ Բոլորը իհարկե նպատակաուղղված են արագ կարգավորմանը, սակայն վախենամ, որ ոչ ոք ի վիճակի չէ ճշգրիտ ամսաթիվ նշել, թե երբ կլուծվի խնդիրը, հավելել է Զախարովան։ Հայ վարորդները երկու անգամ կառավարության դիմաց ցույցից հետո փակել էին Հայաստան-Վրաստան սահմանային անցակետերի ճանապարհները բեռնատարների համար։ Հետո, երբ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել էր, որ հարցը քննարկվելու է ԵԱՏՄ-նիստում, որոշել էին բացել ու սպասել։ Գյումրու համայնքապետարանի եւս 3 աշխատակից ձերբակալվել են։ Հարուցվել է հանրային քրեական հետապնդում, հայտնել է քննչական կոմիտեն։ Ըստ կոմիտեի ձերբակալվածները քաղաքապետարանի մյուս աշխատակիցներին ցուցում են տվել, որպիսի հրանգավորեն մանկապարտեզների տնօրեններին, սաներին տուն ուղարկել, միանալ հավաքին եւ թույլ չտալ ձերբակալել համայնքի ղեկավարին։ Դրանց թվում է նաեւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավոր Կարեն Սարուխանյանի զոքանչը։ Ըստ Սարուխանյանի, իր զոքանչը պարզապես հրաման է կատարել։ Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները ավելի հասուն են դառնում, բայց դա չի նշանակում, որ որևէ տարածաձայնություն չկա, հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Մենք փոխվում ենք, մեր շրջապատող աշխարհը փոխվում է, հարաբերությունները ինչ-որ նոր հատկանիշներ են ձեռք բերում։ Չեմ վախենա ասել, որ դրանք ավելի հասուն են դառնում։ Դա չի նշանակում, որ բոլոր խնդիրները լուծվում են, որ չկան տարաձայնություններ, ինչ-որ թյուրիմացություններ։ Դրա համար էլ քննարկումներ են ընթանում։ Դա նորմալ է։ Գլխավորն այն է, որ պետք է շարժում լինի երկու կողմից։ Տանգոյի համար երկու հոգի է անհրաժեշտ, ընդգծել է դիվանագետը։ Ազգեր Հայաստանի վերանկախացումից ի վեր Հայաստանը դիմագրավող տագդապների եւ բևեռացումների նկատմամբ ներքին թե արտաքին Մեծիտանն Կիլիկո կաթողիկոսության տեսակետներն ու կեցվածքը միշտ եղել է հստակ եւ հետեւողական, հայտարարել է Մեծիտանն Կիլիկո կաթողիկոս Արամ Առաջինը։ Հետևաբար Անտալիասը Երևանից հնչող թերադրանքների կարիք չունի։ Անտալիասն ինքն է որոշում իր ասելիքն ու անելիքը, մշտապես առաջնորդվելով մեր ժողովրդի եւ հայրենիքի գերագույն շահերով, արժեքներով եւ իդեալներով, ասված է Մեծիտանն Կիլիկո կաթողիկոսարանի տարածված հայտարարության մեջ։ Առավոտյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշում։ Իջևան-Բերդ ճանապարհին բախվել են Mercedes-ն ու Hyundai Magnich-ի ավտոբուսը։ Բախման հետևանքով ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ հայտնվել անտառում։ 10 տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Դրանք շարունակում են անցնել համապատասխան հետազոտություններ։ Մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, հայտնել է առողջապահության նախարարությունը։ Դուշանբեում կայացած հանդիպումից հետո այսօր Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները հեռախոսով են խոսել։ Պաշտոնական աղբյուրը հայտնում է, որ Պուտինն ու Ալիևը շարունակել են հոկտեմբերի 9-ի զրույցը։ Երկու պետությունների ղեկավարները վերահաստատել են առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման եւ համատեղ նախագծերի իրականացման փոխադարձ հանձնառությունը։ Պուտինն ու Ալիևը քննարկել են նաեւ տարածաշրջանային համագործակցության մասին մի շարք հարցեր։
Հեռախոսազրույցից հետո մամուլում տարածվեց, որ Ադրբեջանում դատարանը փոխել է Սպուտնիկ Ադրբեջան գործակալության գլխավոր խմբագիր Եվգենի Բելաուսովի խափանման միջոցը, ուղարկելով նրան 3-ամսյա տնային կալանքի։ Սպուտնիկ Ադրբեջանի գլխավոր խմբագիրն ու գործակալության այլ աշխատակիցներ Ադրբեջանում կալանավորվել էին այս տարվա հունիսի վերջին։ Նրանց նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել խարդախության, անօրինական ձեռնարկատիրության եւ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացման հոդվածներով։ Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի դեմ հարուցվել է քրեական գործ առանձնապես խոշոր չափերի ապօրինի եկամուտներ ստանալու մեղադրանքով։ Երկրի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Ղարիբաշվիլին իր հայտարարագրում կեղծ տվյալներ է նշել, իբր ամեն տարի ընտանիքի անդամներից խոշոր գումարներ է նվեր ստացել։ Քննությամբ նաև պարզվել է, որ 2023-ից 24 թվականներին Իրակլի Ղարիբաշվիլին շուրջ 4.3 միլիոն լարի արժեքով գույք եւ ընկերությունների բաժնետոմսեր է ձեռք բերել ընտանիքի անդամների անունով, իսկ չբացահայտված միջոցների մի մասը փոխակերպել է արտաժույթի։ Օրերս նախկին վարչապետի տանը կատարված խուզարկությամբ հայտնաբերվել էր 6.5 միլիոն դոլար։ Նա ընդունել է մեղքը։ Մինչև դատավարության ավարտը Ղարիբաշվիլին չկալանավորելու համար դատախազությունը 1 միլիոն լարի է գրավ պահանջել։ Շաբաթ օրը կհանդիպեն ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների բանագնացները։ Ըստ Սպիտակ տան աղբյուրի Սթիվ Վիտքոֆի եւ Կիրիլ Դիբիտրիևի բանակցությունները տեղի կունենան Վաշինգտոնում։ Ռուսաստանի նախագահի բհատուկ ներկայացուցիչն արդեն Միացյալ Նահանգներում է։ Բանագնացները քննարկելու են ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններին վերաբերող հարցեր։ Дорого обойдется ним. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Բուդապեշտի բանակցությունները չեղարկելու մասին հայտարարությունը։ Сама встреча. Հանդիպման առաջարկն ու վայրի ընտրությունը արվել էին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ Ես համաձայնեցի այդ առաջարկին եւ արտահայտեցի իմ նկատառումները։ Նման հանդիպումներին պետք է լավ նախապատրաստվել։ Ինձ ու ԱՄՆ նախագահի համար սխալ կլինի այդ հարցին թեթև վերաբերել եւ հանդիպումից հետո դուրս գալ առանց ակնկալվող արդյունքի։ ԱՄՆ նախագահը որոշել է հանդիպումը կամ չեղարկել, կամ տեղափոխել։ Ավելի հավանական է հանդիպման տեղափոխումը։ Ինչ կարելի ասել։ Միշտ էլ երկխոսությունը նախընտրելի է, քան արճակատումը, վեճերը, առավել եւս պատերազմը։ Անդրադառնալով նոր պատժամիջոցներին, Ռուսաստանի ղեկավարը հայտարարել է, որ դրանք լուրջ հետևանքներ կունենան, սակայն տնտեսության ընդհանուր վիճակի վրա էականորեն չեն ազդի։ Այս քաղաքականությունը չի նպաստում ռուս-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը, որոնք նոր էին սկսում վերականգնվել։ Կասկած չկա, որ ԱՄՆ վարչակազմի նման գործողությունները վնաս են հասցնում։ Ինչ վերաբերում է Տոմահակ հրթիռներին, եթե Ուկրաինան հարվածներ հասցնի Ռուսաստանին, պատասխանը լինելու է շատ լուրջ, եթե ոչ ապշեցնող, հայտարարել է Վլադիմիր Պուտինը։ Պուտինի հայտարարությունների ֆոնին Բրյուսելում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ռուսաստանին հարվածելու համար իրենք երբեք չեն օգտագործել ամերիկյան հեռահար զենքեր։ Մենք օգտագործել ենք տարբեր զինատեսակներ, որոնք ունեն նույն հնարավորությունները, բայց դրանք եղել են բացառապես այն տարածքում, որտեղ ընթանում են ռազմական գործողությունները։ Ռուսաստանի ղեկավարի հայտարարություններին նաև անդրադարձել է Սպիտակ տանը։ Լրագրողները հարցրել են ԱՄՆ նախագահին, ճիշտ է, որ Ռուսաստանը պաշտպանված է ԱՄՆ-ի պատժամիջոցներից։ Նա պատասխանել է. Շատ ուրախ եմ, որ նա այդպես է կարծում։ Դա լավ է։ Կտեսնենք, թե ինչ կլինի 6 ամիս հետո։ Սպիտակ տունը հայտնել է, որ Թրամփ-Պուտին երկկողմ հանդիպումն ամբողջապես չի հանվել օրակարգից։ Գիշերը Կրասնագորսկ քաղաքում ուկրաինական անօդաչու թռչող սարքը հարվածել է բազմաբնականան շենքի։ Հարվածի հետևանքով 5 մարդ վնասվածքներ է ստացել։ Վիրավորների մեջ կան նաև երեխաներ։ Միջադեպի մասին հայտնել է Մոսկվայի մարզի ղեկավար Անդրեյ Վարաբյովը։ Հնդկաստանի հարավում մարդատար ավտոբուսի մասնակցությամբ խոշոր պատահար է տեղի ունեցել։ Տարածված կադրերում երևում է, թե ինչպես է ավտոբուսը մոխրի վերածվում։ Տեղի իշխանությունների հաղորդմամբ ճանապարհատրանսպորտային միջադեպի հետևանքով կա ավելի քան 20 զոհ։ Վերջերս Գազայում խաղաղություն կնքած Իսրայելը այսօր առավոտյան անօդաչու թռչող սարքերով հարվածել է Լիբանանին։ ԱԹՍ-ները երկու նռնակ են նետել Խիամ շրջանի մոտակայքում աշխատող ինժեներական տեխնիկայի վրա։ Ըստ իսրայելական աղբյուրների հարվածների նպատակը սահմանի մոտ Հեզբոլլա կազմակերպության ենթակառուցվածքների վերականգնման թույլ չտալն է։ Ավելի վաղ Իսրայելը հարվածել էր Լիբանանի մի քանի ենթակառուցվածքների, պատճառաբանելով, որ պայքարում են Հեզբոլլահի դեմ։
Աշխարհի ամենահարուստ մարդը Իլոն Մասկը մարդանման ռոբոտների իր սեփական բանակը կունենա։ Նախատեսվում է, որ ռոբոտները ստեղծվելու են 1 միլիոն Optimus մոդելներից։ Tesla ընկերությունը արտադրությունը լիարժեք սկսելու է հաջորդ տարվա վերջին։ Ըստ Մասկի, ռոբոտները մարդկանց ձեռքից կվերցնեն աշխատանքը։ Ամերիկյան ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանին ախտորոշվել է գլխուղեղային անևրիզմա ուղեղի արյունատարանոթի այտուց։ Այս մասին նա պատմել է Քարդաշյանները ռեալիթիի նոր եթերաշրջանի պրեմիերայի ժամանակ։ Ըստ բժիշկների, հետազոտությունից հետո պարզվել է, որ մեր 45-ամյա հայրենակցուհու հիվանդությունն առաջացել է սթրեսի պատճառով։